Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հանուն Հանրապետության կուսակցության նախագահ պարոն Արման Բաբաջանյանի հետ։ Ողջույն պարոն Բաբաջանյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շատ շնորհակալ։ Առավոտյան շուտ այսօր բոլորս տեղեկացանք, որ ձերբակալել են հայտնի ոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, տեխնիկյան ստուդիայից հանել են, խուլիգանության հոդվածով են հայտնել են, որ ձերբակալությունը կատարվում է խուլիգանության հոդվածով։ Շատերը հարց են բարձրացնում, ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչպես է դա բացատրվում ժողովրդավարական երկիր լինելու եւ ժողովրդավարությունը որպես կարեւորագույն արժեք Հայաստանի հռչակած իշխանությունների կողմից այդ դեպքում երբ հռչակվում է ժողովրդավարությունը եւ այսպես ինչ է կատարվում Հայաստանում եւ եւս մեկ հարց ինչու է խուլիգանության հոդվածով եւ դրանից ավելի վաղ Վարդան Ղուկասյանին ձերբակալությունը հերախոսով կարծես թե խոսակցություններ գնում կաշառքի մասին 4 միլիոն դրամի թե ինչ կապ չունի ինչու են այդպիսի խուլիգանություն կաշառքի մասին կասկած այդպես ձերբակալությունը ընթանում դիմակավոր մարդկանցով այդպես աղմկահարույց համեցեք կարծեմ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին այս պահին դերևս կալանքի որոշում չկա բերման են ենթարկել այո ինձ համար էլ անհասկանալի է թե ինչու այդպես դիմակավորված ազգային անվտանգության ծառայության մարմիններն են դրանով զբաղվում կարծես Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա է այս ամբողջ գործողությունը ճիշտն ասած ինձ համար անընդունելի է որ Բարձրաստիճան Պաշտոնյան հայոյանքի համար օրինակ դիմում է իրավապահներին եւ դրա արդյունքը դառնում է podcast-ի հեղինակներին կամ այսպես կոչված լրագրողներին բերման ենթարկելու առիթ թեև հասկանում եմ նաեւ որ այդտեղ իրապես խուլիգանության տարրեր կան եւ բայց միևնույն ժամանակ կարծում եմ որ հանրային պաշտոնը հենց այն զողողությունն է որ դու պիտի պատրաստ լինես նաև տևական այսպիսի երևույթների եւ ինքը լրագրողական համայնքը պիտի ժամանակի ընթացքում իր մեջ կարգավորող ուրեմն մեխանիզմներ ունենա այո գործողությունների մեխանիզմների ինքը ենթարկվի եւ դուրս դնի ընդհանրապես այս խոսքի հնարավորությունը մեդիա տիրույթում այնպես որ կարծում եմ որ այս գործողություններով չի մաքրվելու մեր մեդիա տիրույթը եւ ընդհանրապես պիտի ասեմ որ Միացյալ Նահանգների նախագահին եւ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին հայում են նրանց հակառակորդները կամ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող բլոգերներ եւ podcast-ի հեղինակներ եւ դա այն զողողությունն է որ քաղաքական գործիչները պիտի դրսևորեն եւ այդ զսպվածությունը պիտի հանդես բերեն ու հանդուրժող լինեն այդ խոսքին նաեւ այսպիսի դրսևորումներին սա ինձ համար դերևս մնում է անհասկանալի ես հույս ունեմ որ բարձրաբանումներ կլինեն հետագայում բայց ես մի ուրիշ հարցով եմ շատ անհանգիստ գիտեք դրան նախորդած օրերին մենք անդադ քննարկում էինք Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի հարցազրույցները ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իլուր աշխարհի Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու վերաբերյալ հայտարարություններ անում ես տեյության Հայաստանին պատերազմ հրահրելու մեղադրանք էր տալիս Ուրեմն հիշեցնեմ որ Ադրբեջանին Բարձրաստիճան Պաշտոնյան զուգահեռաբար նույն ժամանակ բայց ես նույնիսկ դա չեմ ուզում եւ այստեղ էլ հարց տամ ինչու այստեղ ոչինչ ինչուն կքննարկենք ուրեմն Հայաստանի դեմ կարելի է հայել կարելի է ցուցմունք տալ պատերազմի մեջ հրահրել սուտ մատնություն ըստ էության անել Հայաստանի դեմ եւ դրան չհաջորդի ԱԱԾ
հատուկ այս ծառայությունների գործողությունը, բայց մի հայանքը ազգային ժողովի նախագահի նկատմամբ պիտի արժանանա այսպիսի Այնտեղ կարծիքի անվան տակ կարող է գնալ։ Դե գիտեք, չգիտեմ կարծիքը որն է, ինձ համար կարծիք չի, դա պետության ղեկավար, նախկին ղեկավարի արտաբերած հայտարարություններ են, որոնք չեն կարողան հետևանք մնալ։ Բա եթե Սամսոն, չգիտեմ, Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին այդքան համարձակություն ունեք բերման ենթարկել, այսպես հրապարակավ դիմակավորված այս խմբերով, բա ոչինչ բան չունեք ասելու Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը պիտի շարունակի, այսինքն նորից իր սեփականություն հանդիսացող հյուրանոցներից ասուլիսներ եւ հարցազրույցներ տալ, փոխանակ բանտախնդում ցուցմունք տա։ Լավ, այդ դեպքում ինչպես եք դուք պատասխանում ձեր իսկ հարցին։ Ես գիտեմ, որ լուրջ հաղորդավարների կարող են, իսկ Քոչարյանը իրավական քաղաքականության հետ մենք լրջագույն խնդրեմ ունենք, վերջերս վարչապետն էլ այդ մասին խոսում էր, թեև առաջի օրից ընդհանրապես հեղափոխության հիմքում արդարության հաստատման խոստումն է եղել եւ ժողովուրդը ակնկալելով, որ արդարություն պիտի վերագտնի, դրա համար է դուրս եկել փողոց եւ դա տեղի չի ունեցել եւ ընդհանրապես մեր դատաիրավական համակարգ առանձին դատախազություն, քննչական մարմիններ, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ հատկապես դատական համակարգ դեֆորմացված վիճակ է։ Մենք հիմա անընդհատ հանդիպում ենք մարզերում, գյուղերում մեր քաղաքացիների հետ, ամենահրատապ հարցը այս պահին հենց արդարության հարցն է։ Ինձ կախակն գյուղում, որը ամենամեծ հարձակմանն է ենթարկվել 2022 թվականի սեպտեմբերին եւ 300 հոգանոց գյուղը հիմա դարձել է 50 հոգանոց։ Այդ գյուղի այդ 50 հոգանոց բնակիչների մեծ մասը ինձ ասում էր, մենք խաղաղություն չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում։ Մեր պետությունը արդարություն է պարտք մեր քաղաքացիներին։ Մենք դա չենք կարողանում տալ մեր քաղաքացիներին։ Վազգենը Սաղաթելյան ու Նարեկը Սամսոնյան հետաքրքիր չեն մարզերում եւ գյուղերում։ Այս հարցերը չպիտի լինեն մեր լրատվության եւ լրահոսի առաջնորդողները։ Մենք շատ ավելի կարևոր արդարության հետ կապված խնդիրներ ունենք, որոնք վերաբերում են մեր պետության հիմքերին, վերաբերում են ժողովրդավարության հերանեկարներին։ Այստեղից եւս։ Իհարկե, բայց ես չեմ ուզում, որ մենք կենտրոնանանք ազգային ժողովի նախագահային հասցեագրված հայոյանքների մասին։ Մարդիկ տարական արդարության չեն կարողանում հասնել դատարանում եւ գնում է ինքնադատաստանի ճանապարհով լուծելու եղանակն է դառնում ամենաընդունելի եւ ամենավերջին միջոցը արդարության հասնելու։ Սրան ընդհանրապես դատական համակարգը պատասխան ունի, որովհետեւ կերպ պատրաստվում է իսկ իրավապահները, որ կանխարգելիչ գործառույթ ունեն, դա չեն անում, հələ այդ մի կողմ, այսինքն օպերատիվ ծառայությունները անհրաժեշտ աշխատանքը չեն կատարում, բայց ինչու է բանը հասնում սրան, որովհետեւ դատական կարգով մարդիկ չեն հավատում, որ կարող են արդարության հասնել, որովհետեւ չեն հավատում, որ դատարանում կարող են իրավունքները պատշաճ կերպով պաշտպանել եւ ամեն ինչ հասնում է այսպես փողոցային հաշվեհարդարների։ Ուղիղ եթերում մենք կամերաներով տեսնում ենք, թե ոնց են մարդիկ իրար սպանում։ Եվ մինչև երբ հասա ձգվելու։ Եվ սա արդեն պետության հիմքերին հասցվող հարվածներ են, որովհետև նոյեմբերի 9-ին Գերմանիայի իդեպ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մի բացառիկ ելույթ ունեցավ, որտեղ խոսում էր ծայրահեղ աճ տրամադրությունների գնալով, այսպես պոպուլար դառնալու մասին Գերմանիայում, որը ոչ միայն գերմանացիներին պիտի հուզի եւ հուզում է, այլ ամբողջ եվրոպական միությանը եւ եվրոպական համայնքին ու ամբողջ աշխարհին, որտեղ այս տենդենսը, այս տրենդը գնալով ավելի ու ավելի սաստկանում է։ Իսկ ինչ են անում այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության անդամները, ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում ժողովրդավարությանը, ազատություններին, պետության հիմքերին, պետականությանը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ասում է, որ այսպես այլևս չենք կարող շարունակել։ Եթե անհրաժեշտ է եւ եթե վերջի միջոցը այս ուժերին ուղակի փակելն է եւ արգելելն է, ուրեմն պիտի դիմենք նաեւ այդ միջոցին։ Եվ ես կարծում եմ, որ սա պիտի լինի մեզ համար դասագիրք եւ ուղեցույց,
թե ինչպես պետք է մեր պետությունն ու ժողովրդավարությունը պաշտպանենք, մեր պետության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Իսկ այս չեն կարող թույլ տալ, որտեղ սրանց գործողությունները պերմանենտ ուղղակի հարվածի տակ են դնում մեր երկրի հիմքերը, պետության հիմքերը եւ ժողովրդավարությունը։ Իրենց թիրախում մեր պետականությունն է եւ ժողովրդավարությունն է։ Չկա ժողովրդավարություն, չկա հայկական պետականություն։ Իրենք թքած ունեն հայկական ժողովրդավարությունը։ Իրենք, այ ուզում եմ հասկանամ ով է այդ իրենք։ Ես կոնկրետ երկու երիտասարդների մասին եք խոսում։ Բայց ես իմ հարցը կառուցեցի իրենց պատվիրատուներն են իհարկե թիրախում։ Իսկ գործողությունները նրանց նկատմամբ ինչպես են տեղավորվում ժողովրդավարության ժողովրդավարական պետության։ Ես մտահոգված եմ եւ ձևի, եւ ընդհանրապես երևույթի նկատմամբ։ Այսինքն ընդհանուր ճգնաժամ է ինչ-որ։ Կարծում եմ, որ ընդհանուր տարերային չկառավարվող իրավիճակ ունենք, որտեղ կարծում եմ, որ պետական պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ավելի զուսպ լինել իրենց հաղորդումների։ Բայց զուսպ չեն։ Դա արդեն ներողություն, նա կարող է հաղորդում տալ, բայց իրավապահ մարմինը գործողության է անցնում, չէ՞, ճիշտ է։ Պետք է իրավապահ մարմինը որոշի այդ դիմումի համաձայն այսպիսի գործողություն անում է թե ոչ։ Ես դրա համար եմ ասում եմ, որ իրավապահները թե թելադրված է նրանց գործողությունները ու իրավապահ համակարգը իր բուն գործառույթը կանխարգելիչ գործառույթը եւ նաեւ բերման ենթարկելու, ինչպես նաեւ դատական ուրեմն process-ում մենք պատշաճ ուրեմն պրոֆեսիոնալիզմ եւ աշխատանք չենք տեսնում։ Մենք համակարգային ճգնաժամ ունենք, մենք ամբողջ դատական եւ իրավապահ մարմինների, ինստիտուտների ուղղակի դեֆորմացիայի հետ գործ ունենք, էրոզիայի հետ գործ ունենք եւ այս պայմաններում ասեմ ձեզ, որ վտանգված է հայկական ժողովրդավարությունը, այս պայմաններում ընտրություններին ընդառաջ իրավապահ համակարգի այս անպատրաստ վիճակը, դատական համակարգի այս անպատրաստ վիճակը ուրեմն թողնված է ամբողջ ժողովրդի սթափ գիտակցությանն ու ուրեմն պատասխանատվությանը։ Ես իհարկե հույս ունեմ, որ մեր ժողովուրդը արժանի պատասխանատվությամբ կմոտենա այս բոլոր երևույթներին, բայց մենք լրջագույն աշխատանք ունենք իրականացնելու ուրեմն դատական համակարգի հետ, իրավապահ համակարգի հետ։ Գիտեք, նախորդին ես նախարարի հետ էի հանդիպում եւ նախարարը համոզված է, որ մեր դատական համակարգին այլևս վեթինգ պետք չէ, որտեղ կարգապահական բարույթներով կարծես իրենց հաջողվել է դատական համակարգի 60%-ին փոխել։ Ես ուղղակի զարմացած եմ, որտեղ իմ համոզմամբ այդ զտման գործընթացը պետք է շարունակվի ամենօրյա ռեժիմով եւ ամեն օր դատավորների բարեվարկությունը պիտի ստուգվի, նրանց կապերը քաղաքական ու քրեական շրջանակների հետ պիտի ստուգվի եւ դրանով մենք պիտի անընդհատ կարողանանք որակյալ եւ բացառիկ բարեվարկությամբ օժտված դատավորների ներկայություն ունենալ մեր դատական համակարգում։ Դատավորների մի մասը ընդհանրապես անկախությունը ուղիղ է հասկացել։ Իրենք մտածում են, որ իրենք անկախ են պետությունից։ Մինչդեռ իրենք անկախ պիտի լինեն ընդհանուր պետական քաղաքականության մեջ իրենց գործառույթները իրականացնելիս։ Իրենք չեն կարող առանձին մոլորակ իրենց համար ստեղծել որպես անկախ դատական իշխանություն։ Պետության առաջնահերթությունները, որի հիմքում նաև ժողովրդավարության պաշտպանությունն է, պիտի լինեն ուրեմն դատավորների ուշադրության առանցքում։ Եվ ասեմ, որ դատական համակարգը եւս այստեղ անելիք ունի եւ իրավապահներին պիտի հարցնի, ինչի եք օրինակ այս բլոգերներին որոշել է ձևով բերման ենթարկել։ Ուղղակի որպեսի նկարեք, որ իրենց կարողանում եք այդպես ստորաբար ստորացնելով բերել, որպեսի ուրիշներն էլ նայեն, ստորացնելով բերել դատարան։ Այդ դեպքում հարց որպես ձևակերպում հարցվում է արդյոք Հայաստանին որպես ժողովրդավարական երկիր, այլ խնդիրները մենք նշեցինք, որ այո, խնդիրը։ Հիմա այս խնդիրն է մնում, հասցվել է վարկանիշին Հայաստանի վնաս այս արարքով։ Ես չեմ ուսումնասիրում ճիշտ ասած ինդեքսը եւ կարծում եմ, որ այսպիսի գործողությունները կարող են ստվերել ժողովրդավարության ընդհանուր պատկերին որպես եւ ընկալմանը Հայաստանի որպես որը մեկը չի կարող հերքել, որ մենք ժողովրդավարական
մեծ առաջընթաց ունենք, բայց նաև չպիտի բավարարվենք դրանով։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես առաջընթացի մասին պետք չի խոսել, պետք է անընդհատ ձգտել ավելի կատարելագործել։ Երկրորդը, հարված է արդյոք Ռոբերտ Քոչարյանի, դուք այդ մասին խոսեցիք, եւս Հայաստանի վարկանիշին, այդ մենք կարծիք ասեցինք այդ վարկած կամ պնդում, որ Հայաստանն է հրահրել պատերազմը 44-օրյա պատերազմը հրահրել է կամ Ադրբեջանի գործողությունները հրահրել է Հայաստանը։ Եվ նորից իմ հարցս կրկնեմ, ինչու զուգահեռաբար 5 տարի անց եւ Ադրբեջանի արտգործնախարարն էր կարծեմ նույն այդ բանը ասում եւ Ռոբերտ Քոչարյանն է նույն այդ բանը ասում Հայաստանն է մեղավոր պատերազմի մեջ ոչ թե Ադրբեջանը որը հարձակվել է այլ Հայաստանը Եվս վարկանիշի տեսանկյունից հարված հասցվում է դա Հայաստանի առելի վնաս է հասցնում Հայաստանին ես կարծում եմ որ դա ուղղակի խաղաքարտ է տրվում Ադրբեջանի ձեռքին նախկին նախագահի կողմից այդպիսի հայտարարությունը ուղղակի հաղթաթուղթ է Ադրբեջանի ձեռքին դուք գիտեք որ միջազգային դատարաններում Հայաստանը շարունակում է Ադրբեջանի դեմ հայցեր տանել հայցերը պաշտպանել եւ չի բացառվում, որ Քոչարյանի արտաբերած էս միտքը եւս տեղ գտնի ադրբեջանական թղթապանակում, բայց ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք նախ հասկանայինք ինչու էր պետք նոյեմբերի 9-ին այսպես սինխրոն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նարեկ Կարապետյան, Բայրամով, Ալիև, հա, Էրդողան հայտարարություններ անեին այսպես միաբերան եւ սինխրոն Ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ Ադրբեջանը իդեմս եւ Բայրամովի եւ իրենց քաղաքական վերնախավի մեր հայաստանյան ներքաղաքական միջավայրում դերակատարություն են վերցնում իրենք ներկա են արդեն մեր ներքաղաքական միջավայրում եւ հասկանալով ճակատագրականությունը առաջիկա քաղաքական գործընթացների ընտրությունների Ադրբեջանը ոչ միայն սնունդով է ապահովում հայտնի քաղաքական շրջանակներին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ իրենց այս ամբողջ շրջանակին նաև իրենք ուղիղ դերակատարներ են իրենց հարցազրույցներով այո իրենց օրակարգերով եւ իրենց բարձրացրած հարցերով ամենևին պատահական չի Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի դիրքավորումը այդտեղ ես ավելի ու ավելի համոզվում եմ որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ուղղակի նվեր են Ալիևի համար թե իբրև ընդդիմադիրի դեպ եւ թե իբրև Աստված մեր ասցե եթե իրենց հաջողվի իշխանություն վերցնել որպես իշխանություն որտեղ դրանով մենք հասկանում ենք չէ որ այլևս ոչ մի խաղաղագործընթացի հերանեկար չի կարող լինել եւ Վաշինգտոնյան ոչ մի պայմանավորվածություն այլևս չեն կարող հույս ունենալ նույնիսկ որ կարող է շարունակվել իրենց նպատակը ամեն ինչ շրջելն է բերել նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրագործմանը որը կնշանակի հայկական պետականության չեղարկում Ինչու է նվեր, ինչու են նվեր էս երկուսը, որովհետև դա միջազգային գործընկերների հետ իրենք շատ պարզ իրենց խոսակցության մեջ ցույց են տալիս թե տեսեք ինստիտուցիոնալ ընդդիմությունն ովքեր են նրանք ովքեր օրինակ չեն բավարարվում 29743 քառակուսի կիլոմետրով եւ հայտարարում են որ Հայաստանը որպեսի գործոն լինի պիտի տարածքային նկրտումներ ունենա հարևանների նկատմամբ Ոչ միայն Ադրբեջանի ենթադրաբար, նաև Վրաստանի, Թուրքիայի։ Պատկերացնեք սա, այս պատուհասությունը Հայաստանի ղեկավարն է եղել։ Տարածքային նկրտումներով, ուրեմն այս կոմպակտ փոքր ժողովրդի վրա այդպիսի բեր դնել, որպեսզի մենք մեր զավակների կյանքով տարածքային ուրեմն պահանջներ ունենանք հարևանների նկատմամբ։ Ուրեմն մենք խաղաղ ապրելու Համակեցություն ունենալու, համերաշխ ապրելու մոդուս վիվենդի չենք կարող ունենալ։ Մենք որպեսի գործոն լինենք ըստ Ռոբերտ Քոչարյանի, պիտի տարածքային նկրտումներ ունենանք։ Սա հենց ապացույց է, թե Ալիևը ինչպես է մեր վերաբերյալ խոսում միջազգային գործընկերների հետ, ցույց տալով, թե նայեք ովքեր են հավակնում Հայաստանում իշխանության։ Ովքեր են եղել իշխանություն Եվ ովքեր են փորձում գալ իշխանության հետևաբար նա լեգիտիմացնում է իր սպառազինվելու որոշումը
որտեվ կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, նրան հաջողվեց իշխանություն վերցնել, որտեվ ինքը առանցքային դերակատարներից մեկն ու իշխանության հավակնորդներից մեկն է։ Ուրեմն Ադրբեջանը ստիպված, այսպես կոչված, պիտի նորից ուժի դիմի, որպեսզի ռևանշի այդ տրամադրությունները կարողանա զսպել։ Ահավասիկ թե ինչ է նշանակում այս նվերը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տեսքով Ալիևի համար, եւ թե դա ինչ մեծ ական է հայկական պետականության հիմքում։ Ինչու է այդ ականը դրվում, եթե ական է։ Դե ես այդ հարցը Ոչ ադրբեջանցիների կողմից շատ եմ բարձրացրել, որ ընդհանրապես կարծում եմ, որ այնքան ապացույցներ եւ իրողություններ կան, որ այս դերակատարները ընդհանրապես պիտի զրկվեին առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։ Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները եւ դրան ընտրությունների բուն օրը նախորդած օրվան նախորդած իրադարձությունները ուղղակի մեզ համար ամենօրյա ուսումնառության նյութ են, թե ինչպես պետք է պայքարել ուրեմն թշնամի հակառակորդ երկրների կողմից ֆինանսավորվող քաղաքական սուբյեկտների հետ։ Անհերքելի ապացույցներ են, որ Ռոբերտ Քոչարյանը կրկնում է թշնամու հակառակորդի նարատիվները։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ նա ուղղակի այստեղ հանձնարարություն է կատարում, ուրեմն որոնք գալիս են Ռուսաստանից։ Առաջին կարևոր ամբիոնից վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը ասում են, որ դա մարդասպան է եւ ԿԿԲ-ի գործակալ։ Լրտես։ Բայց դրան բացի քաղաքական գնահատական տալը, իրավական գնահատական չի տրվելու։ Իլյուստրացիա չի արվել։ Իսկ իրավական գնահատականը դա չի ենթադրում, որ այս մարդիկ պիտի առնվազն ինչ որ առժամանակ արկախվի իրենց քաղաքական գործունեության հնարավորությունը եւ քննության ընթացքում առնվազն նրանց հնարավորություն չտրվի։ Պարոն Բաբաջանյան, հայտարարություններով այդ ժողովրդավարության այս իշխանությունները հայտարարություններից անդին չեն կարողանում անցնել։ Իրենք գործողություն անելու համար բավարար խիզախություն եւ կամք չունեն։ Իրենք ունեն վախեր միայն։ Վախեր թուրքերից, վախեր ռուսներից, վախեր եվրոպացիներից, վախեր ամերիկացիներից։ Իրենք չգիտեն ինչպես պետք է պաշտպանել պետության հիմքերը եւ ժողովրդավարությունը։ Ես ես օրինակներ բերեցի Մոլդովա, դրանից առաջ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, երկրի նախագահ Գերմանիայի, ասում է, թե ինչ պիտի արվի ամենապոպուլյար, այսօր Գերմանիայում ամենապոպուլյար աջ ծայրահեղական այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության հետ փակել, եթե անհրաժեշտ է, որտեղ պոպուլյար չի նշանակում, որ պոպուլյար ուժը կարող է հարվածել պետության հիմքերին եւ ժողովրդավարությանը։ Այս մարդկանց նպատակը ժողովրդավարական ընտրություններին մասնակցել եւ հայկական ժողովրդավարությունը ջախջախելն է։ Իսկ դրա համար նրանք օգտագործում են պետությունից թալանած միջոցները եւ ինձ հետ հավասար մրցավազքի մեջ են մտնում։ Եվ այդ միլիարդներով առավելության են հասնում իմ նկատմամբ։ Ես հայկական իշխանություններին, Հայաստանի իշխանություններին ասում եմ, որ ձեր ընդդիմադիրը ես պիտի լինեմ, եւ ձեզ պիտի ես հաշվետվության եւ թափանցիկության պահանջ պիտի ներկայացնեմ, թե դուք ինչպես եք օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կատարում։ Ոչ թե ես պիտի հարց բարձրացնեմ, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը նոյեմբերի 9-ն է թե ոչ, այլ թե մենք ինչքան հետևողականությամբ ենք խաղաղության օրակարգը առաջ մղում։ Ոչ թե պիտի պաշտպանենք օգոստոսի 8-ի համաձայնությունները, թե չպիտի պաշտպանենք։ Եվ ընդհանրապես քրեական պատիժ պիտի նախատեսվի որևէ մեկի նկատմամբ, ով նոյեմբերի 9-ի փաստաթուղթի հարց կբարձրացնի եւ կխոսի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը իրագործելու անհրաժեշտության կամ հրամայականի մասին, որտեղ այդ կետը վերաբերում է արտատարածքային միջանցքին եւ այդ կետի իրականացումը նշանակում է, որ Հայաստանը իր սուվերեն տարածքի նկատմամբ իր իրավազորությունը պիտի կորցնի։ Այդպիսի կոչ են անում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եւ դրա համար իրենց պատժելու փոխարեն գնացել են Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ, այսա ինձ համար հարցեր առաջացնում։ Դա թուլության նշան է, հա։ Դա իրականում մեր հիվանդությունները ախտորոշել չկարողանալու նշան է, որովհետև իրական խնդիրներ կան, որոնք դիագնոզելու պրոբլեմ կա։
Եթե մենք չենք կարողանում դիագնոզել, եթե գնում ենք բժշկի եւ բժիշկը չի կարողանում մեր հիվանդությունը բացահայտել եւ հասկանալ, չի կարող, չէ՞, պատշաճ բուժում իրականացնել։ Պետության գլխավոր դերը ի՞նչն է, որպեսզի հասարակության մեջ տեղի ունեցող process-ներին կարողանա ճիշտ ախտորոշում տալ, որպեսզի գործողություններ դրան հետևեն։ Չկա այդ կարևորագույն գործառույթը կարգավորիչ մարմինների, ինստիտուտների աշխատանքը մենք չենք տեսնում։ Պատշաճ արձագանքը չենք տեսնում։ Նման ձերբակալությունները դուք կգնահատեք որպես քաղաքական ձերբակալություններ։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև ես նրանց քաղաքական ընդհանրապես դերակատար չեմ համարում։ Նրանք պետության դեմ գործող սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անող ուրեմն քաղաքական շրջանակների սեփականություն հանդիսացող լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ Ես իրենց ոնց կարող եմ քաղաքական դերակատար համարել։ Ինձ համար քաղաքական դերակատարներ են, ինձ հետ քաղաքական նույն նպատակները հետապնդող, բայց տարբեր պատկերացումներ ունեցող շրջանակները, քաղաքական ուժերը եւ քաղաքական դերակատարները։ Այս մարդիկ թիրախավորել են հայկական ժողովրդավարությունը։ Այս մարդիկ պաշտպանում են այն մարդկանց, ովքեր մարտի 1-ին 10 խաղաղ ցուցարար գնդակահարելու որոշում են կայացրել 0038 հրամանի համաձայն։ Գաղտնի հրաման են ստեղծել։ Դրա վերաբերյալ ոչ թե ազգային դատարանն է որոշում կայացրել, սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն հստակ սահմանել է, թե ովքեր են դրա պատասխանատուները, եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Տիգրան Թորոսյան, Գագիկ Ծառուկյան, Դաշնակցություն եւ Հանրապետական կուսակցությունները ուղղակի մասնակից եւ դերակատար են այդ գործողություններին։ Դրան իրավական որևէ շարունակություն չի տրվել։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր դատախազությանը հանձնարարություն է տվել քննություն սկսել, որտեղ մարդկանց կյանքի իրավունքն է խախտվել։ Կներեք, բայց պիտի հասնեմ ինչու, եթե ասում եք չի արվել, որովհետև պետությունը բավարար կոմպետենցիա եւ կարողություն ու կամք գիտելիք չունի հասկանալու, թե որտեղից պիտի սկսի եւ ինչ պիտի անի, որտեղ չեն կարողանում հիվանդությունը ախտորոշել։ Եվ մտածում են, որ քաղցկեղը, որը արդեն մետաստազներով հասել է ծայրաստիճան վտանգավոր սահմանի, մտածում են թերապևտիկ միջոցներով, հա, անալգինով, ասպիրինով կկարողանան բուժել։ Այդպես չի լինում։ Վիրահատական միջոցներ միայն հիմքեր պետք է ունենաս եւ ապացույցներ։ Ես ես հիմքերն ու ապացույցները հիմա այսպես հատորներով դրեցի ձեր առաջ։ Թող բարի լինի Հայաստանի իրավապահ համակարգը, այս հայտարարություններից հետո ինձ հրավիրի, ես իրենց ամբողջը քեյսերով ներկայացնեմ։ Իդեպ առաջիկա ամսի 18-ին ազգային ժողովում այս հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս վճռի վերաբերյալ լինելու են լսումներ։ Եվ ըստ ամենայնի վարչապետն է այնտեղ լինելու եւ անպայման լինելու է գլխավոր դատախազը, ես ես ուղիղ իրեն հարցնելու եմ, ինչով եք դուք զբաղված։ Այն քաղաքական ընդդիմախոսները այսում հիմա բերման են ենթարկել։ Նրանք ընդհանրապես դեմ են, որ մարտի 1-ի գործով որևէ իրավական գործընթաց լինի։ Մենք ասում ենք, որ մարտի 1-ը մեր ժողովրդավարության, մեր պետության քննությունն է, եւ այդ որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որը ուղիղ մեղսակից է դարձնում այդ իրադարձությունների համար Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմին, ամբողջ քաղաքական համակարգին եւ քաղաքական ուժերին, որոնք կոալիցիա են այդ ժամանակ կազմել, ըստ էության մեր պետության անգործության 17-ամյա անգործության ուղղակի դասագրքային օրինակ է։ Պատրաստում ենք ընտրությունների, նախընտրական Հայաստան է այժմ, 3 հաշվեցի երևի սխալ է, ճիշտ է, 7 ամիս է մնացել, կես տարի, և այս բոլոր ինչ որ տեղի է ունենում, այսպես թե այնպես կապված է, եթե համաձայն եք այդ ընտրությունների հետ։ Եվ կա այսպիսի տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար պետք է նոր դերակատար, նոր քաղաքական ուժ։ Դուք եւս մասնակցելու եք ճիշտ ընտրություններին։ Դուք նոր քաղաքական ուժ չեք, բայց դուք ալտերնատիվ եք թե ոչ Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, ես չէի ուզի, որպեսզի մենք քաղաքական մեր ակտիվ գործողությունները կապեինք բացառապես ընտրությունների հետ։
մենք ընդհանրապես ընտրական օրակարգերի հետ կապ չունեցող հիմա մարզային եւ գյուղական համայնքների այցելություններով ենք եւ ամեն օր առերեսվում ենք շատ ծանր պատկերի տարբեր խնդիրներով, գյուղական խնդիրներով, գյուղատնտեսական ենթակառուցվածքային աշխատատեղերի, աշխատավարձերի դպրոցներ ենք շատ գեղեցիկ կառուցում, որտեղ ուսուցիչներ չկան։ Շատ գեղեցիկ հիվանդանոցներ ենք կառուցում, որտեղ բժիշկներ չեն եղել եւ չեն լինելու, որտեղ նաեւ քաղաքականություն չկա այդ ուղղությամբ, ինչպես լուծել այդ հարցերը։ Ինձ այս հարցերը ավելի շատ են հետաքրքրում, քան առաջիկա ընտրությունները։ Բայց դուք որպես նախընտրական կառուցարշավ չեք այցելում այդ։ Հիմա իրավունք չունենք ընդհանրապես ընտրությունների մասին խոսել։ Եվ մենք այցելել ենք այն ժամանակ էլ, հիմա էլ ենք այցելում։ Բայց ինչն է այստեղ կարևոր։ Ես կարծում եմ, որ եւ դա մենք չպետք է անեինք։ Դա նախ ինստիտուցիոնալ ընդդիմությունը հիմա փող է ստանում դրա համար, աշխատավարձ են ստանում։ Իրենք պիտի ընդհանրապես տուն չգային։ Ազգային ժողովի պատգամավորների մասին։ Այո, խոսքը ընդդիմադիրների մասին է, ինստիտուցիոնալ ընդդիմության մասին։ Մենք ինստիտուցիոնալ չենք։ Մենք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ ենք։ Մինչդեռ իրենք ընդհանրապես անհաղորդ են, իրենք պիտի գնան գործող իշխանությանը ասեն դավաճան հողատու, իշխանություններն էլ պիտի իրենց հակադարձեն ուրեմն կաշառակեր մարդասպան։ Բայց բուն խնդիրները սրա մասին չեն։ Ես ես ասեմ Վարդենիսում, Մարտունիում եւ Ապարանում Սերժի հարցազրույց, Քոչարյանի հարցազրույց, Կաթողիկոսի խնդիր ընդհանրապես գոյություն չունի, այդ մարդիկ ուրիշ օրակարգեր ունեն եւ այդ մարդկանց լսելա պետք։ Եվ մենք, որպես այլընտրանք, խնդիր ենք դնում հնարավորություն տալ, որ մարդիկ լսված լինեն։ Մենք տրանսլյատոր ենք դարձել մարդկանց խնդիրները Երևան բերելու եւ լսելի դարձնել։ Ներողություն, Երևան որ բերում եք, հետո ինչ եք անում։ Ուրեմն նախ խնդիրների մասին անընդհատ խոսում ենք այս հարցազրույցներում։ Եթե մեզ այդպիսի հնարավորություն է տրվում։ Այդ խնդիրները մեր բոլոր հարթակներով բազմացնում եւ տարածում ենք։ Գնում եմ իշխանությունների հետ եմ հանդիպում, անցյալ օրը անվտանգության խորհրդի քարտուղարին եմ հանդիպել, Արտադրության նախարարին եմ հանդիպել, այլ պաշտոնյաների, ավելի բարձրաստիճան լուծումներ ենք փորձում ինքներս առաջարկել, դրա համար իդեպ մանդատ չունենալով, ուղղակի մեր կապերով գտնել ճանապարհներ մարդկանց օգնելու, մարդկանց կարիքներին արձագանքելու։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը։ Մեր նպատակը իրականում ընդդիմափոխությունն է։ Առաջիկա գործընթացներում մենք մասնակցում ենք, որպեսզի ընդդիմության հարցերը լուծենք, որտեղ կարծում ենք, որ ցանկացած իշխանության որակը պայմանավորում է որակյալ ընդդիմությունը։ Կունենաս որակյալ ընդդիմություն։ Ես ձեզ երաշխավորում եմ կունենաք որակյալ իշխանություն։ Իշխանություն, որը ամեն օր պարտավոր կլինի հաշվետու լինել իր կատարած գործողությունների քաղաքականության համար, ուրեմն թափանցիկ լինի իր գործողություններում եւ խոսի գործից, ոչ թե պատասխանի քաչալշուն գողկատու այս երկխոսությանը։ Սա անթույլատրելի է։ Մեր նպատակը ընդդիմափոխությունն է, մեր նպատակն է տեղերում ունենալ, գետնի վրա ունենալ ուժեղ քաղաքացի, գիտելիքով զինված քաղաքացի, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացի, աշխատանք ունեցող պատվավոր քաղաքացի, որտեղ համարում ենք, որ ուժեղ պետության հիմքը հենց ուժեղ քաղաքացին է, նրա գիտելիքն է, նրա ունեցած արժանապատիվ աշխատավարձն է, եւ մենք մեր ուշադրությունը այդտեղ պիտի կենտրոնացնենք։ Ահա թե ինչպիսի այլընտրանք ենք մենք այն քաղաքական միջավայրում, որում մենք հայտնվել ենք ընտրություններից, ինչպես նշեցիք, 6-6.5 ամիս առաջ։ Շնորհակալ եմ, Գովազդ ենք հայտարարում եթերում ձեր թույլտվությամբ, սիրելի հայրենակիցներ, Գովազդ է մեր եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արման Բաբաջանյանի հետ, հանուն հանրապետության կուսակցության նախագահ։ Պարոն Բաբաջանյան, օգոստոսի 8-ի մասին մի քանի անգամ այդ թեմային անդրադարձակ, այդ ժամանակ բոլորը խոսում էին այն մասին, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ վերաբերմունք է փոխել, Հայաստանի կշիռը, արժեքը ոնց որ թե ավելացել է, բայց վերջին շրջանում կարծես թե լռություն է այս հարցի շուրջ։ Դուք հիմա խոսեք երեք անդրադարձ եղավ իհարկե Փաշինյանի կողմից, մի քիչ ինֆորմացիա մեզ տրամադրեցին, բայց ընդհանուր առմամբ հասկանալի չէ, ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի, թե ինչ որ իրավիճակ է փոխվել այս հարցում։ Խոսքը գնում է Թրիփի կամ Թրամփի ուղի մասին։ Ես ավելի լայնացնեմ ձեր հարցը, խոսենք ընդհանրապես հայ-ամերիկյան, դե այդտեղից է սկսեցին։ Երկում ուրեմն հուշագրերի եւ խաղաղության գործարքի մասին, որի մաս է նաեւ Թրիփը։ Նախ ասեմ, որ ամերիկացիները ինձ շատ զարմացնում են իրենց արագությամբ։ Գիտեք, արդեն մի քանի խմբեր են եկել մասնագիտական, մեր մաքսային ծառայության աշխատակիցների հետ խոսեցին, մեր սահմանապահների հետ են իրենք տրեյնինգներ իրականացրել, արդեն 145 միլիոն փողը այդ նպատակով հատկացվել է Հայաստանին, Հայաստանը ստացել է այդ գումարը, իսկ դա ահռելի ներդրում է։ Կարևոր քաղաքական որոշումներ են կայացվել, որ երկաթուղու ուրեմն ստանդարտները մնալու են այնպես ինչպես կա, սովետական ստանդարտներով ենք շարունակելու, ինչը մեծ ժամանակ է խնայելու։ Լավ լուր առաջիկայում հավանաբար հունվարին կամ փետրվարին մեղրի հատվածում մենք կունենանք արդեն հիմնարկեքի արարողություն, այսինքն ծրագրի մեկնարկի ազդարարման մասին կլինի շատ
պատկառելի միջոցառում։ Այդ ուղղությամբ ասեմ, որ ներքին բյուրոկրատական փոփոխություններ են Միացյալ Նահանգներում, պետքարտուղարությունը ավանդաբար ունեցել է շատ կարևոր դերակատարում։ Պետության ըստ էության երկրորդ, երրորդ մարդը միշտ եղել է պետքարտուղարը։ Եվ Բլինքենը, եթե հիշում եք Բայդենի պաշտոնավարման ժամանակ, շատ պետության նույնիսկ առաջնորդի գործառույթներ էր իրականացնում։ Բայդենը տարիքի բերումով չէր հասցնում ամենօրյա ռեժիմով զբաղվել հանդիպումների, այդ օպերատիվ կառավարման հարցերով եւ ի պաշտոնե ուներ պետքարտուղարը այդպիսի իրավունք։ Հիմա այդպիսի իրավիճակ չկա Միացյալ Նահանգներում։ Պետքարտուղարությունը բավական հետ է քաշվել եւ արտաքին քաղաքական կարևորագույն հարցերը, որոնց հիմքում նաեւ ասեմ ձեզ հայ-ադրբեջանական համաձայնություններն ու գործարքն է, խաղաղության գործարքն է, դրանք ավելի սպիտակ տան շրջանակներում են իրականացվում, գիտեք Վիտկոֆը ունեցավ ահռելի դերակատարում մեր հարցով եւ վերջերս տեսանք նաեւ որ մեր դեսպանը, նորանշանակ դեսպանը Նարեկ Մկրտչյանը անձնական կոնտակտներ է կարողացել հաստատել Վիտկոֆի հետ եւ իմ ունեցած տեղեկություններով բավական հաջող այդ իմաստով շփումներ կան, որպեսզի աշխարհի տարբեր հատվածներում Միացյալ Նահանգների ուշադրությունը կլանող օրակարգերը չստվերեն հայ-ադրբեջանական այս համաձայնությունը եւ թրիպի հարցը։ Եվ դուք իրավամբ շատ ճիշտ եք նշում, ինչ անել, երբ անընդհատ կարող է մեզ մոտ տպավորություն ստեղծվել, որ ուշադրության պակաս կա, որից կարող է հակառակորդը օգտվել եւ օրինակ հայտարարություններ անել, որոնք թեև ունեն հղում պատմական քարտեզներին, բայց իրենք մեր հասարակական ներքին կյանքը ցնցելու նպատակ ունեն։ Եվ խոսքը օրինակ Սևանի մասին է եւ Ալիևի վերջին հայտարարության, որը ըստ իս պիտի կոմունիկացվի ամերիկացիների հետ եւ Ադրբեջանը եւ որևէ պաշտոնյա իրավունք չպիտի ունենա նույնիսկ պատմական հղումներ անել այդ քարտեզներին, որտեղ բա որ մենք սկսենք պատմությանը հղում անել, դուք ուր եք գտնվելու ընդհանրապես մեր ունեցած պատմական քարտեզներով։ Եթե մենք առաջ ենք նայում, ուրեմն մի կողմ դրեք այդ քարտեզները, մանավանդ ցարական քարտեզները։ Եվ հույս ունեմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սա պիտի կոմունիկացնի, վերջո մենք ամերիկացիներից այլ որակի միջնորդություն եւ արբիտրի դերակատարում ենք ակնկալում։ Այն չէ, ինչ որ ունեցել ենք ռուսների հետ։ Ավելի որակյալ։ Եվ պատշաճ, որպեսի կողմերը կարողանան իրենց պարտավորությունները կատարել։ Թույլ չտալ օրինակ, որպեսի Ալիևը այդպիսի հայտարարություններ անի եւ փչացնի ընդհանուր մթնոլորտը խաղաղակարգավորման։ Այո, այստեղ կարծում եմ աշխատանք ունենք անելու։ Պետք է խոսել։ Երկրորդ կարծում եմ նույնիսկ եթե Միացյալ Նահանգները երբեմն զբաղվում է այլ տարածաշրջաններով, մենք չպիտի դադարենք մեր աշխատանքը նաև երկկողմ ձևաչափով։ Ադրբեջանցիները այդ պիտի շարունակենք աշխատել, որտեղ այնտեղից տեսնում ենք պատրաստակամություն ամեն ինչ անել, որպեսզի օրինակ թրիպի մեր 43 կիլոմետրի հատվածում ունենանք առաջընթաց։ Եվ այդտեղ օրինակ սահմանագծման վերաբերյալ նախորդին նաև փոխվարչապետը ասաց, որ կարող է այդ աշխատանքները պատշաճ ժամկետներում ավարտելու համար կարող է այդ հատվածը լինի հաջորդ սահմանագծման ուրեմն աշխատանքների թիրախը։ Այս շատ կարևոր արձանագրում է։ Հո ամերիկացիները չասեցին այդ հատվածը պիտի անենք։ Դա երկկողմ ձևաչափով ենք մենք կարողացել ձեռք բերել այդ պայմանավորվածությունը։ Ամերիկացիները կարող են ընդհանուր շրջանակը համաձայնեցնել պայմանավորել, բովանդակությունը մենք պիտի մեր երկու կողմերը պիտի կարողանան այդ բովանդակությամբ լցնել շրջանակի ընդհանուր պատկերը նկարը։ Չափազանց կարևոր է առաջիկայում հասկանալ կոնսորցիումը, որ պիտի ձևավորվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, ինչ ուրեմն դերակատարություն պիտի ունենա յուրաքանչյուրը։ Միացյալ Նահանգները ինչ աստիճանի ներգրավվածություն պիտի ունենա օպերատիվ կառավարման հարցերին, որտեղ այդ կոնսորցիումն է կառավարելու թրիպը։ Ինչ են սպասում Հայաստանի կառավարությունից այդ երեկվա Փաշինյանի խոսքից ինչ ստացվեց։ Փաշինյանն էր կարծեմ հայտարարեց, որ 6 ամսվա ընթացքում ինչ որ ծրագիր են սպասում մեզանից, որ մենք սեղանին դնենք։ Դա ընդհանուր համաձայնությունն է, որը վերաբերելու է ատոմակայանին
որը մինչև տարեվերջ Հայաստանը կհայտարարի, որ Միացյալ Նահանգների հետ է պատրաստվում այդ նախագիծը իրականացնել եւ կիսահաղորդիչների ու բարձր տեխնոլոգիաների հարցով, այո, երկկողմ ձևաչափով համագործակցությանը իդեպ ասեմ, որ Nvidia-ն, որ նախորոք հայտարարել էր, որ ընդամենը 500 միլիոնով պիտի մասնակցի եւ այստեղ արհեստական բանականության կլաստեր պիտի կառուցի, եռապատկել է այդ իր հանձնառությունը 1 միլիարդ 500 միլիոն փող են վերում Հայաստան։ Հայաստանը պիտի ցույց տա, որ իր կարողությունները բավարար են, որպեսզի օրինակ Հայաստան միանգամից այդպիսի ներդրում մտնի, որտեղ մեր տնտեսական կառուցվածքը եւս պիտի պատրաստ լինի այդպիսի մեծ ֆինանսական հոսք, որովհետև հասկանում եք, չէ, որ մարդը ունի կերակրափող, որը սահմանափակ է։ Եթե կերակրափողի չափից մեծ սնունդ գնա, մարդը կարող է խեղդվել։ Մեր տնտեսության, ֆինանսական համակարգի այդ կառուցվածքը չափազանց սահմանափակ է։ Մենք ավելի ու ավելի փոքրացրել եւ ավելի փոքր ենք ու զուսպ ենք դարձրել, պիտի մեծացնենք, որպեսզի դա հնարավորություն տա նաև մեր տնտեսական զարգացումը ապահովել եւ դիմադրողունակությունը։ Եվ այդտեղ գալիս է, թե մենք ինչպիսի ռազմավարություն կունենանք ընդհանրապես տնտեսական զարգացման համար։ Նախորդին հրապարակվեց աղքատության ցուցանիշը։ Հայաստանը 21.7% աղքատության ցուցանիշ ունի։ Սա խայտառակություն է մեր տարածաշրջանում։ 9.7% Վրաստանը ունի, 5.2% Ադրբեջանը։ Այս անհավասարությունը պիտի մենք կարողանանք հաղթահարել եւ դրա համար մեզ պետք են ճանապարհներ, դրա համար մեզ պետք են բաց սահմաններ, դրա համար մեզ պետք է ահռելի տնտեսական լուծումներ եւ որոնք կվերաբերեն մեր ենթակառուցվածքներին, կվերաբերեն մեր ուրեմն տնտեսական կարողությունները զարգացնելուն եւ այն հարցերին, որ ես անընդհատ հանդիպում եմ։ Օրինակ ինձ կարող եք պատասխանել 50 հոգանոց բնակչություն ունեցող 50 մարդ է ապրում կախակնում, ինչի համար է կառուցվում 300 հոգանոց դպրոց, 300 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Ինձ այդ հարցը տվեցին այդ գյուղում։ Ես ենթադրեցի, որ հարևան գյուղերից հավանաբար պիտի աշակերտները այդտեղ գան։ Պարզվեց հարևան գյուղերում էլ են կառուցում այդ դպրոցները։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի դպրոցները ինքնին դառնային պարտք պետության կողմից, որ այդ գյուղերում մենք պիտի հաջորդիվ ներդրումներ տանենք եւ այդ գյուղերից հեռացած մարդկանց վերադարձնենք գյուղեր եւ օրինակ առաջիկայում պիտի կախակնը 50-ից դառնա 500, իսկ դրանից հետո 1000 բնակիչ ունեցող գյուղ։ Այդ դեպքում արդարացված կլիներ օրինակ այդ դպրոցը կառուցելը։ Ես շատ ուզում եմ, որպեսզի մենք կառուցենք այդ դպրոցները։ Իդեպ ասեմ, որ դպրոցի շուրջ պիտի ընդհանրապես զարգանան գյուղերը եւ բնակավայրերը։ Շատ լավ է, որ կառուցում ենք, բայց դրան պիտի հաջորդեն այլ գործողություններ, որ մենք մեծ հիվանդանոցները բիզնեսները այլևս Երևանում կառուցելու կարիք չկա։ Ես ռադիացիոն մեծ հիվանդանոց է կառուցվել Հայաստանում, Երևանում գիտեք հավանաբար։ Սեփականատիրոջ հետ եմ խոսում, ասում եմ, քանի հիվանդ ունեք։ Օրական 100 հիվանդ են իրենք սպասարկում։ Ասում եմ, բա ինչի եք Երևանում կառուցել այս հիվանդանոցը։ Եթե այս հիվանդանոցը կառուցեիք Երևանամերձ գուցե, Չարենցավանում, Հրազդանում, դա ահռելի ենթակառուցված կտաներ, հասկանում եք, 100 հիվանդ նշանակում է այդքան հարազատներ, պիտի հաց ուտեն, պիտի տնտեսություն գործի։ Ինչքան լավ կլիներ, որ պետությունը խրախուսեր, նաև արտոնություն տար, որտեվ հասկանում եք, չէ, քաղցկեղով հիվանդները ուզեն չուզեն պիտի գնան Հրազդան կամ Չարենցավան կամ նույնիսկ Վարդենիս, որպեսզի այդ անհրաժեշտ բժշկական պրոցեդուրան կարողանան անցնել։ Ես սեփականատիրոջը հարցնում եմ, ինչի՞ չեք արել։ Որտեվ ինձ ոչ ոք չի ասել։ Ես կգնայի։ Մանավանդ եթե այդպիսի արտոնություն լիներ։ Այս սա պիտի լինի այդ 300 հոգանոց, 300 աշակերտի համար նախատեսված դպրոցի հաջորդ քայլը։ Մենք ինչ վարկային ու հարկային արտոնություններով բիզնեսին պիտի տանենք այնտեղ, որպեսզի այդ գյուղը արագ դարձնենք 500, իսկ վաղը արդեն 1000 հոգանոց, որպեսզի 300 աշակերտի համար նախատեսված այդ գյուղում մենք կարողանանք անհրաժեշտ համալրում ունենանք։ Այս սա
պիտի լինի մեր հիմնական պատասխանը աղքատության այն ցուցանիշին, որ հիմա հրապարակվել է եւ մենք քննարկում ենք, բա ոնց հաղթահարենք այդ աղքատությունը։ Սենց Պետությունը ըստ էության այդ միջոցներով վստահություն է փորձում ներշնչել այդ գյուղի բնակիչներին, որ ապրեք, մնացեք, բազմացեք։ Բայց այդ գյուղի բնակիչները ինձ ասում են, կասկած ունենք, որ ադրբեջանցիներն են գալու այդտեղ։ Այո, Չի կարելի դա թույլ տալ։ Այսինքն կար նաև ռազմավարական հաղորդակցության պակաս։ Պետք է այդ դպրոցը կառուցելու հետ գնալ մարդկանց հավաստիացնել, որ մեր հաջորդ քայլը սա է։ Եւ ոչ միայն հավաստիացնել, այլ գործողություններով ինչպես դուք եք ասում։ Ցույց տալ եւ մարդկանց ներշնչել, որտեղ խոսքը ընդամենը 3 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մարդիկ հսկա թղամասեր են լքել։ Պարոն Բաբաջանյան, մեկ հարց եւս թրիփի հետ կապված հայ-թուրքական ներողություն, հայ-ադրբեջանական հարաբերությունները օգոստոսի 9-ից հետո ինչ որ օգոստոսի ներողություն, այո, 8-ից հետո մինչ այսօր դրական է գնահատում այդ հայտարարություններով հանդերձ ինչպես են զարգանում եւ ամենակարևորը ինչպես կպատասխանեք այն քաղաքական գործիչներին կամ վերլուծաբաններին, ովքեր ասում են այդ օգոստոսի 8-ով թրիփի ծրագրով Հայաստանը Ադրբեջանին միջանցք տրամադրեց, քանի որ այնտեղ հասկանում եմ, որ այս հարցը շատ է քննարկվել օգոստոսից սկսած, բայց խնդրում եմ, քանի որ մինչ այսօր այդ ձևակերպումը կա Հայաստանը Ադրբեջանին միջանցք է տրամադրել, քանի որ այնտեղ կա անխոչնդոտ բառը, այո, եզրույթը կա։ Եվ այսպես հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող եմ պարզ ասել, որ իմ համոզումն է, որ որևէ պատճառով հանդես է գալիս օգոստոսի 8-ի համաձայնությունների դեմ, ընդհանրապես պիտի գոնե առաջիկա ընտրություններով դուրս շպրտվի մեր քաղաքական դաշտից։ Քաղաքական դաշտում պիտի մնան այն ուժերը, ովքեր հասկանում են, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը Հայաստանի պետականության կործանումն է եւ Հայաստանի չեղարկումը։ Այլընտրանք չկա։ Այլընտրանքը եթե նոյեմբերի 9-ն է, դա հայկական պետականության չեղարկման ծրագիր է, ռուս-թուրքական։ Շոյգուն դրա մասին հրապարակային պատմել է, որ իրենք փայլուն օպերացիա են արել Ղարաբաղում Թուրքիայի հետ, եւ դրա հաջորդ սերիան տեղափոխել են Հայաստան, եւ դրա անունը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Հայաստանը մի կերպ կարողացել է դրանից ազատվել։ Դրան օգնել են 21 թվականի ընտրությունները, դրան օգնել են նաև Ռուսաստանի անգործությունը ու հապկի անգործությունը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ը։ Մինչև 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում այլևս հապկ գագաթնաժողովը եւ որպես պատասխան ռուսների գործողությունները դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելու, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափման գործընթացը սկսելու։ Իդեպ Բայրամովը նույնիսկ հրապարակավ պատմում էր, որ իրենք ռուսներին տեղեկացրել են մինչև Ստեփանակերտի հարձակումը, Ստեփանակերտի վրա հարձակումը։ Բայց ռուսները իմանալով տեղեկությունը ստանալուց հետո այդ տեղեկությունը չեն փոխանցել հայերին։ Պատկերացնում եք, ով են ռուսները։ Եվ մենք ինչ հետևություններ ունենք անելու այս առիթով։ Հետևաբար նորից գալով օգոստոսի 8-ին չափազանց կարևոր է, որ մենք այս համալիր հարցերը գնահատելով կարողանանք որևէ կերպ վերաբերվել օգոստոսի 8-ի համաձայնությանը։ Անխոչնդոտ ընդհանրապես, գիտեք, բազմաթիվ պայմանավորվածություններ կան աշխարհում եւ ընկալումներ կան անխոչնդոտի վերաբերյալ։ Անխոչնդոտի այն ընկալումը, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է ենթադրում, որտեղ հայկական իրավազորություն, Հայաստանի իրավազորություն ընդհանրապես գոյություն չունի, ռուսները FSB-ն պիտի տնօրիներ ընդեղի անցանելիություն, այդպիսի բան գոյություն չունի։ Անխոչնդոտ նշանակում է ուղղակի խնդիրներ չստեղծել, դժվարություններ չստեղծել անցնելիս։ Իդեպ Կալինինգրադը, օրինակ, այդպիսի մի նշան է։ Լիտվան ռուսներին թույլ է տալիս անցնել Ռուսաստանի հիմնական տարածք կամ Ռուսաստանից անցնում են Կալինինգրադ։ Անխոչնդոտ կերպով։ Բայց դա չի ենթադրում, որ մաքսային ծառայության աշխատակիցները պատշաճ չեն ուսումնասիրում, թե ովքեր են փորձում անցնել Կալինինգրադ կամ Կալինինգրադից Ռուսաստան։ Անխոչնդոտ նշանակում է օրինակ պարզեցված կարգով։
ադրբեջանցիներին հնարավորություն տալ, որ իրենք կապվեն Նախիջևանի հետ։ Բայց ինձ ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում։ Իսկ փոխադարձության մասին ինչի հարց չեք տալիս։ Ինչի եք ասում անխոչնդոտ եւ չեք ասում փոխադարձություն, որտեղ փաստաթղթում այդպիսի բան էլ կա գրված, այսինքն մենք էլ պիտի անխոչնդոտ հասանելիություն ունենանք մյուս այն ճանապարհներին, որոնք անցնում են Ադրբեջանի Չեն վստահում, որ Ադրբեջանով դեպի այդ ճանապարհից Հայաստանից էլ կօգտվեն։ Գիտեք, դե պետքա հասկանանք։ Հայ հանրության մասին է խոսքը։ Հա, գիտեմ։ Պիտի խոսենք, պիտի աշխատենք, պիտի հասնենք, այո, չկա Ասում են միակողմանի բա 30, այո, բայց փոխադարձության վերաբերյալ կա պարտավորություն, երկուստ եք պարտավորություն եւ Միացյալ Նահանգների ստորագրություն կա։ Եվ պիտի հասնենք նրան, որ սա լինի փոխադարձաբար եւ երկուստ եք ընդունելի։ Բայց այստեղ շատ կարեւոր մի հարց կա, որը լրացնում է ձեր բարձրացած հարցին։ Թրիպին հաջորդում է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում։ Անցյալ շաբաթ պատմական իրադարձություն է տեղի ունեցել։ Առանց հայ-ադրբեջանական այս խաղաղության գործարքի չէր կարող լինել այդ հանդիպումը, որտեղ առանց այս խաղաղության հաստատման միջին միջանցքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չէր կարող լինել եւ չէր կարող Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի որպես մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տարածք Միացյալ Նահանգների այս աստիճան ներգրավվածություն լինել։ Բայց մի ուրիշ կարևոր իրադարձություն է առաջիկայում տեղի ունենալու։ Հույս ունեմ, որ այդտեղ ամերիկացիները եւս հետևողական կգտնվեն։ Թուրքիայի հետ սահմանը հավանաբար առաջիկայում կբացվի հունվարին երրորդ երկրի քաղաքացիների համար, առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առանց որևէ, այսպես ավելորդ պարտավորությունների, առնվազն մեծ տրանզիտի հնարավորություն կտրվի գնողունակ եվրոպական շուկա եւ մերձավոր արևելք։ Օրինակ ցորենի մասին էինք խոսում այս քանի օրը։ Գիտեք, Եգիպտոսում աննախադեպ ծավալի ցորեն է արտադրվել այս տարի։ Եվ դրանով է պայմանավորված, որ աշխարհում հիմա ցորենի ահավոր մեծ պաշարներ են մնացել ու չի վաճառվում։ Եվ ռուսները այդտեղ խնդիրներ ունեն։ Դա նրա պատճառով է, որ Եգիպտոսը ահռելի հունցք է կարողացել ապահովել։ Պատկերացրեք, մենք կարողանանք ոչ միայն Ռուսաստանից, նաև Ուկրաինայից, Ղազախստանից, վաղը եթե հասանելիություն ունենանք Թուրքիայի ճանապարհով, նաև Եգիպտոսից էժան եւ որակյալ հացահատիկ կարողանանք ներկրել եւ բազմազանեցնել Հայաստանի կախվածությունը։ Նախ գնանք նրան, որ Հայաստանը խայտառակ եւ ծայրաստիճան վտանգավոր չափերի է հասցրել իր հացահատիկի կախվածությունը Ռուսաստանից մի երկրից։ Գիտեք ինչքան ենք մենք հացահատիկ բերում։ 80%-ը։ Ընդամենը 20%-ն ենք մենք կարողանում ներքին մեր կարիքները բավարարել։ 90% նշվեց իհարկե, բայց դե 80-ը եւ պատկերացնում եք 80%, ես 90 չեմ ասում։ Մենք նախ խնդիր ունենք այդ ինքնաբավության հարցը բարձրացնել, գոնե 50%-ը մենք պիտի ապահովենք։ Եվ մենք գնացել տեսել ենք, որ մենք այդ ներուժը ունենք, եւ եթե պետությունը անհրաժեշտ այդ աշխատանքները, չորանոցները, սիլոսները կարողանա կառուցել եւ ապահովագրել մարդկանց, պայմանագրեր տալ, գնումների վերաբերյալ երաշխավորություններ տալ, մենք կկարողանանք հասնել այդ 50%-ին։ Ինձ հիմա այդ 50%-ն է հետաքրում, ոչ թե այն ծորենը, որի վերաբերյալ այդ ադրբեջանցիների կողմից կաշառված Նարիշկինի կանտորան հայտարարություն է տարածում, թե իբր հայերը ուզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, որ թանկ ծորեն Ուկրաինայից բերեն։ Թրամփի Կենտրոնական Ասիայի երկրների հանդիպմանը անդրադարձակ, այստեղ իհարկե խոսվեց, դուք էլ նշեցիք, խոսվեց թրիփի մասին, այս հանդիպման ընթացքում Թրամփի հայտարարություններից հետո ինչ որ բան ավելի շատ ինֆորմացիա մենք ստացանք Թրամփի եւ Միացյալ Նահանգների մտադրությունների մասին այս թրիփի ուղու հետ կապված։ Նոյեմբեր այսօր ամսի 12-ն է։ 13-ն է։ Ես ձեզ ասում եմ, որ օգոստոսի 8-ից հաշվեք 6 ամիս հետո, դա մոտավորապես նոյեմբեր, դա մոտավորապես հունվար, փետրվար ամիսներն են։ Մենք կունենանք մեկնարկի վերաբերյալ մեկնարկը ազդարարող թրիպը լանչ անող, հա, անգլերեն բառով հիմնարկեքի արարողություն Մեղրիի տարածաշրջանում ամերիկացիների եւ Հայաստանի պատկան գերատեսչությունների ուրեմն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սա կարծում եմ
մեզ համար չափազանց կարևոր առաջընթաց կլինի։ Առաջիկայում կարծում եմ նաև TRIP-ի ֆինանսավորման ուղղությամբ լուրջ ջանքեր կգործադրվեն։ Ամերիկացիները չեն ուզում փող դնեն դրա մեջ եւ ընդհանրապես ամերիկացիները սովորություն են փող դնելու։ Եվրոպական միության երկրները, Եվրամիությունը վերջերս դեսպաններ Սյունիքում Մարագոսը հայտարարում էր, որ մենք պատրաստ ենք ֆինանսավորել ցանկացած քաղաքական պայմանավորվածություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Այս սա նշանային հայտարարություն է։ Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի մի կայունացման եւ խաղաղության հիմնադրամ, որը եւ Ադրբեջանի տարածքում եւ Հայաստանի տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքային ուրեմն ներդրումներ կանեն։ Սա չի լինի վարկային միջոց, կլինի գրանտ։ Եվ այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, մենք վերջերս մեր կուսակցությունում ընդունում էինք Գարո Փայլանին, ով լոբիստ է այսօր որպես հանդես գալիս հայկական այս առաջնահերթ ծրագրի TRIP-ի եւ փորձում է նաեւ իր կապերը, իր ուրեմն գիտելիքները կիսվել համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանով, ովքեր ավելացրել են իրենց ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որպեսզի որոշումները հնարավորինս լինեն հօգուտ մեզ, հօգուտ Հայաստանի։ Մի հարց էլ ես չարաշահում եմ ձեր համբերությունը, բայց անպայման ուզում եմ ձեր մեկնաբանությունը։ Ադրբեջանի քաղաքագետներից մեկը ինչու եմ ես վկայակոչում, որովհետև նրանց քաղաքագետները իրենց սեփական կարծիքը գուցե սեփական կարծիքը համընկնում է, բայց իրենք իրավունք չունեն այդ կարծիքը հանրայնացնել։ Հանրայնացնում են այն կարծիքը, որը համընկնում է։ Այդ հանգամանքի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել եւ ասել, թե ինչ է նա ասում, եւ հետո մնացածները նրան ուրեմն վկայակոչելով շարունակում են։ Ինչ է ասում նա։ Նա ասում է այս 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն մենք ուզում ենք անենք, որպեսզի Հայաստանի խոցելիությունը ավելացնենք եւ ստեղծենք մեր Ղարաբաղը։ Սա ասում է արդեն Ադրբեջանում։ Ինչու են ասում հիմա զուգահեռ այդ Սևանի թեման, այս թեման, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Դե ձեզ ասում եմ, չէ, Ադրբեջանը նաև Ալիևն էր սրա մասին խոսում, նաև ապացույցներ վերջերս հրապարակվեցին, որ պետական միջոցներով Արևմտյան Ադրբեջան այդ հասարակական կազմակերպությունն է ֆինանսավորվում եւ իրենց արտերկրյա միջոցառումներն են ֆինանսավորվում։ Մինչեւ հիմա իրանք ասում էին մենք կապ չունենք, դրանք հասարակական կազմակերպություն են, պետությունը ոչ մի բան չունի։ Մենք ինչ պիտի անենք։ Մենք պիտի թույլ չտանք այս նարատիվների բազմազանեցնելու կամ դա բազմացնելու հնարավորություն մեզանում։ Դրանք արվում են մեր ներքաղաքական կյանքը ցնցելու համար։ Դրանք հիմա շատանալու են հատկապես ընտրություններով պայմանավորված։ Ես որևէ մեխանիզմ, որևէ իրավական ճանապարհ չեմ տեսնում այդ 300,000-ի Հայաստանում հայտնվելու կապակցությամբ։ Չկա այդպիսի օրակարգ եւ չի կարող լինել։ Հայաստանում եթե կգտնվի որևէ իշխանություն, դա միանգամից գլխատվելու է, որը կհամաձայնի 300,000 ադրբեջանցու հարց ոչ թե բերել Հայաստան, քննարկել նույնիսկ այդ հարցը։ Այսինքն սա հոգեբանական ճնշում է նորից հիբրիդային պատերազմի ընդհանուր այսպես տրամաբանության մեջ պիտի դիտարկվի, բայց մենք դա մեզ չպիտի հանգստացնի։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք հակադարձող լիքը արգումենտներ ունենք։ Եվ Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին այս իմաստով կարծում եմ պետք է վկայակոչել եւ նրանց մասնակից դարձնել այս քաղաքական եւ հասարակական գործընթացներին։ Գիտեմ, որ այդպիսի շարժումներ կան, գիտեմ, որ Վիլեն Գաբրիելյանը դրանում ակտիվորեն ներգրաված է, դա բավարար չի։ Կարծում եմ, որ մեծ մասամբ իրենք հիմա օրինակ գաղթել են Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ես Միացյալ Նահանգներում գիտեմ հայահոց Բաքվից հատկապես տեղափոխված հազարավոր մարդկանց համայնքներ։ Իրենք իդեպ ասեմ, որ հայաստանյան համայնքների հետ չեն ձուլվում։ Իրենք ապրում են շատ կոմպակտ իրենց ներսում։ Պետք է գնալ այդ համայնքների հետ խոսել, տեսնել իրենք կարող են օրինակ միանալ այս ջանքերին, ավելի ուժեղացնելու համար Ադրբեջանի դեմ մեր քեյսը։ Եվ ընդհանրապես չմտահոգվել այս հայտարարություններով։ Այս հայտարարությունները եւ իրենց ավելի շատ հղումներ անող քաղաքական գործիչները, լրագրողները,
կոնկրետ նպատակ ունեն։ Հնարավորինս ուրեմն ավելի շատ տիրաժավորել, բազմացնել ադրբեջանական նարատիվները։ Դրանք մեր օրակարգերի մաս չեն եւ չեն կարող լինել ոչ մի դեպքում։ Շնորհակալ եմ այսօր։ Ես եմ շատ շնորհակալ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արման Բաբաջանյանի հետ էինք զրուցում, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ։ Զրույցը վարում էր Գարանի Առաքելյանը։ Բարին ընձեզ եւ լավ օր։